երեխաների, ապագայի ու Հայաստանի համար թղթերթիկ համար 11 Հանրապետություն կուսակցություն Արամ Զավենի Սարգսյան։ Ապագայի համար, երեխաների համար, քեզ համար Հայաստան կարգախոսով խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հանրապետություն կուսակցությունն իր ծրագրերը ներկայացրեց Շիրակի մարզի ընտրողին։ Մենք արևմտյան արժեքներ կրող կուսակցությունն ենք, մենք սկսել ենք ստորագրահավաք Եվրամիության անդամակցության եւ բարեբախտաբար այն օրենքի ուժ ստացավ ազգային ժողովում, հետևաբար հենց այդ գծի մեջ ենք մենք տեսնում Հայաստանի Հանրապետության տնտեսության հզորացումը, որովհետև նաև Արևմուտքի ու Եվրամիության ջանքերով էին, որ դադարեցվեց պատերազմը օգոստոսի 8-ից հետո եւ այս դադարից մենք գտնում ենք, որ պիտի մաքսիմալ օգտվել, որպեսզի մենք մեր ինքնիշխանությունը ու խաղաղությունը կարողանանք պաշտպանել։ Մարզի տարբեր գյուղերում ու քաղաքներում շրջելուց հետո կուսակցության ներկայացուցիչները բակային հանդիպումներ ունեցան նաև Գյումրիում։ Ինչու ընտրել Հանրապետություն կուսակցությանը։ Հենց նրա համար, ինչի համար, որ ես իմ ամբողջ կյանքը պայքարել եմ։ Ես 88 թվականի շարժման մեջ եմ եղել, 89-ից մասնակցել եմ պատերազմներին եւ բոլոր պատերազմներին 3 անգամ վիրավորվել եմ։ Եվ մեր պայքարը եղել է հանուն անկախության, հանուն մեր պետության, պետականության եւ ես միշտ համարում եմ, որ մենք մեր եռաբլուրում ամփոփված տղեկի առջև սպարապետի գլխավորությամբ մեծ պարտք ու պարտականություն ունենք, որպեսզի պահենք ու զորացնենք մեր պետությունը։ Հիմնական ծրագրային կետը համապետական ընտրություններում խաղաղության, հարատևության խնդիրն է ու բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր հանրության հիմնական հուզող հարցը խաղաղությունը հարատև դարձնելու մեջ է։ Անվտանգային հին դաշինքը իրեն չի արդարացրել, ժամանակակից աշխարհը պահանջում է նոր անվտանգային երաշխիքներ ու ճարտարապետություն։ Հանրապետություն կուսակցությունն առաջարկում է ռազմական համագործակցության պայմանագրեր կնքել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի։ Եվ տնտեսության առումով Գյումրին չի կարող այդ տնտեսական ընդհանուր համատեքստից դուրս մնալ, որովհետև թե մարդկային լուրջ պոտենցիալ ունի, Գյումրեցին աշխատասեր մարդ է, հնարամիտ մարդ է, իր հնարավորությունների իրացնելու շատ լուրջ հնարավորություններ ունի, միայն մեր ունեցածը աշխատեցնելով է, որ կարող ենք վերազինել մեր բանակին, որովհետև ուրիշ որևէ մեկը մեր բանակին սպառազինելու գումար չի տալու, ու դա մեր խնդիրն է, եւ մենք տեսնում ենք, որ մենք կարող ենք հաղթել Ադրբեջանին, հաղթել ցիվիլ տարբերակով, հաղթել առանց պատերազմի, հաղթել առանց արյունի, տնտեսական մրցակցության շրջանակում։ 5 տարում կարող ենք հասնել մինչև 45 միլիարդ բյուջեի, 10 տարում մինչև 80 միլիարդի, տնտեսական իրենց հաշվարկներն է ներկայացնում Արամ Սարգսյանը։ Մենք միակ կուսակցությունն ենք, որ բաց ասում ենք, որ եթե խնդիր առաջանա Երևան քաղաքի օրինակով ռուսական ազդեցության ուժերին թույլ չտալու իշխանությունը վերցնելու, մենք պատրաստ ենք կոալիցիա կազմել գործող իշխանության հետ, ռուսական ուժերին թույլ չտալու, որ իրենք կարողանան հանրապետությունը վերցնել իրեն ձեռքը ու հետ տանել դեպի ռուս-բելարուսական միություններ եւ այլ կարգի բաներ։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դանդաղ քայլերով շարժվում է դեպի իր ինքնիշխանությունը, բայց որոշ քաղաքական ուժեր կախվել են այդ ինքնիշխանության ոտքերից, թույլ չեն տալիս, նրանք փորձում են ձգել դեպի այդ ռուսական ճահիճը։ Կուսակցության նախընտրական ծրագրում բացի անվտանգությունից կարևորվում է նաև տնտեսական կայունությունն ու ներդրումները, արդարադատությունը, ինքնիշխանությունն ու ազգային արժեքները։ Հանրապետություն կուսակցության քվեաթերթիկը 11-րդն է։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։